Ելենա Արշակյանի «Ուրիշի ընտանիքը» հեռուստասերիալում փոքրիկ Էլիզի կերպարը մարմնավորող Մարիա Ադամյանը կարողացավ շատ կարճ ժամանակում դառնալ սերիալի ամենասիրելի կերպարներից մեկը։ Նրա անմեղ հայացքը, բնական խաղն ու հուզիչ ներկայությունը անմիջապես գրավեցին հեռուստադիտողների սրտերը։ Չնայած Մարիան էկրանին առաջին անգամ էր հանդես գալիս, նրա խաղը տպավորիչ էր, լի անկեղծությամբ, զգացմունքայնությամբ և մաքրությամբ։ Քչերը գիտեն, որ Մարիան պատկանում է հայտնի ու գեղեցիկ ընտանիքի։ Նա գեղեցկուհի Իրինա Թովմասյանի դուստրն է։ Իրինան տարիներ շարունակ եղել է հայկական շոու բիզնեսի ամենահմայիչ և էլեգանտ ներկայացուցիչներից մեկը, Miss Հայաստան տիտղոսակիր և բազմաթիվ գեղեցկության մրցույթների հաղթող։ Կապուտաչյա Մարիան, կարելի ասել, իր ամբողջ փայլն ու հմայքը ժառանգել է մայրիկից՝ նուրբ դիմագծերով, մեղմ ժպիտով և արտահայտիչ հայացքով։ Մարիան ոչ միայն արտաքինով է հիշեցնում Իրինային, այլև կարծես ժառանգել է մայրիկի բեմական էներգիան։ Իրինան, լինելով արվեստասեր և նրբաճաշակին, միշտ կարևորել է երեխաների ճիշտ դաստիարակությունը, նրանց կրթությունը և հոգևոր զարգացումը։ Ասում են, հենց նա է եղել Մարիայի առաջին ուսուցչուհին, օգնելով նրան հասկանալ դերասանական խաղի նրբությունները, ինչպես նաև սովորեցնել բեմում անկաշկանդ լինել։ Թեև Մարիան դեռ փոքր է, արդեն հիմա նրա մեջ նկատվում է մեծ ներուժ դառնալու հայ կինոյի նոր աստղերից մեկը։ Նրա խաղը պարզ է, բայց միևնույն ժամանակ խորքային, և յուրաքանչյուր դրվագում նա կարողացավ փոխանցել այն հույզերը, որոնք նույնիսկ չափահաս դերասանների համար դժվար են լինում։ Հեռուստադիտողները հաճախ մեկնաբանություններում գրում են, որ Էլիզը սերիալի փոքրիկ հրեշտակն է, իսկ Մարիան իր բնական գեղեցկությամբ ու անկեղծ ժպիտով կարծես լույս է բերում էկրան։ Շատերն արդեն սպասում են նրա հաջորդ նախագծերում, վստահ լինելով, որ Մարիա Ադամյանը դեռ շատ բարձունքներ է հաղթահարելու հայկական կինոյում։ Ցավոք, նրա կերպարը կարճ տևեց հեռուստասերիալում, բայց հուսով ենք նրան կրկին տեսնել այլ նախագծերում։ Իրինան գեղեցկության ինդուստրիայում հայտնվեց պատահաբար երթուղայինում ստացած առաջարկից հետո։ Ամիսներ շարունակ պատրաստվեց Miss Հայաստան մրցույթին, որից հրաժարվեց վերջին պահին՝ անձնական պատճառներով։ Դրանից հետո 1 տարի էր անցել, արդեն սովորում և աշխատում էի, բոլորովին չէի մտածում բեմ վերադառնալու մասին, երբ մի օր հանկարծ տնօրենս հարցրեց, թե ինչու չեմ մասնակցում Miss Հայաստան մրցույթին։ Ասացի, որ ոչ ինքս եմ պատրաստ, ոչ հովանավոր ունեմ։ Այդ ժամանակ տնօրենն ասաց, որ ընկերությունը, որում ես աշխատում էի այդ ժամանակ, կհովանավորի մասնակցությունս։ Որոշ ժամանակ անց տեղի տվեցին նախ նրա, ապա մորս հորդորներին ու մրցույթից ընդամենը 4 օր առաջ դիմեցի մասնակցելու համար, հիշել է Իրինան Մեդիալաբին տված հարցազրույցում։ Խոստովանում է, հաղթելու մասին չէր էլ մտածում, մասնակիցներից շատերն էին պատմում ազդեցիկ տղամարդկանց հետ մտերմության և իրենց խոստացված տիտղոսների մասին, ինքն ուներ միայն ծնողների աջակցությունն ու մի զգեստ, որը կորավ բեմելից առաջ։ Իրինան ասում է, երբ ստացավ Miss Հայաստան տիտղոսն ու թագը, ոչ ոք այդպես էլ չնկատեց, որ կոշիկներից մեկի կրունկը կոտրված է։ Դա ինձ համար շատ լավ փորձառություն էր, նախ հասկացա, թե ինչպիսին կարող են լինել մարդիկ, հետո հասկացա ինչպիսին եմ ես։ Այդ տարիներին կարծիք կար, որ քաղաքի բոլոր գեղեցիկ կանայք ու աղջիկներն ինչ-որ մեկի սիրուհին կամ մտերիմն են։ Իհարկե, այդ զրույցները շատ դեպքերում անհիմն չէին, բայց ինձ երբևէ նման առաջարկներով որևէ մեկը չի դիմել մի պարզ պատճառով։ Բոլորը գիտեին ես ով եմ, որովհետև ես ինքս դա գիտեի, և անգամ այդ տարիքում այդ իմացությունս բեկանելի չէր, ասում է Իրինան։ Miss Հայաստան մրցույթում հաղթելուց հետո Miss Եվրոպայի լավագույն վեցնյակում էր։ Դրանից հետո IMG հանրահայտ ընկերության հետ պայմանագիրն էր, որը նրան առաջ բացելու էր մոդելային աշխարհի բոլոր դռները։ Այդ պայմանագիրը լավագույն հնարավորությունն է, որ կարող է ստանալ այս ոլորտում աշխատող յուրաքանչյուր մարդ։ Դա ոչ միայն կարիերայի աճ էր ապահովելու ինձ համար, այլև շատ լուրջ ֆինանսական ապահովություն, բայց ես հետ կանգնեցի դրանից և որոշեցի ամուսնանալ ու երեխա ունենալ, ասում է Իրինան։ Կարճ ժամանակ անց, սակայն, բաժանվեց և 20 տարեկանում վերադարձավ հայրական տուն երեխայի հետ, ասում է, գիտեր, որ բարդ է լինելու, սովորում էր, տան միակ աշխատողն էր, բայց նաև վստահ էր, այդպես է պետք։ Իրինան ասում է, իր ամուսնալուծված լինելու փաստը երբեք չի դարձել քննարկման թեմա ոչ ընտանիքում, ոչ դրանից դուրս։ Ես որքան էլ մեղմ եմ, սիրալիր ու ջերմ, բայց անգամ այդ տարիքում հասկանում էի, որ սա իմ
կյանքն է միայն իմը, և ես երբեք թույլ չեմ տվել, որ հասարակությունն ազդի իմ որոշումների վրա։ Ես ուզում էի ամուսնանալ, որովհետև սիրահարված էի, ամուսնացա, չնայած ծնողներս դեմ էին, հասկացա, որ սխալվել եմ, բաժանվեցի։ Ինձ համար այդ որոշումները երբեք բարդ չեն եղել, որովհետև ես միշտ համոզված եմ եղել, որ ճիշտ եմ և հաշտ եմ եղել որոշումներիս հետ, ասում է նա։ Իրինան ասում է, այս տեսակ ինքնավստահությունը ծնողների անվերապահ աջակցության և դաստիարակության արդյունքն է, որի շնորհիվ ձևավորվել են իր արժեքները։ Ապահարզանից կարճ ժամանակ անց հանդիպեցի երկրորդ ամուսնուս, որի հետ հարաբերությունները շատ սահուն սկսվեցին։ Երբ ասացի, որ դուստր ունեմ, նրա արձագանքը մեկն էր՝ ավելի ուրախ եմ։ Նույնքան սահուն և սիրով լի են նաև նրա հարաբերությունները մեծ դստեր հետ։ Հետո ծնվեցին երկու փոքր դուստրերը, որոնք մեր երջանկությունը լիակատար դարձրին։ Ամուսինս ամեն կերպ աջակցում է ինձ և դուստրերիս, որոնք արդեն վաղուց իրենց կարիերան են անում, ասել է նա։ Իրինան ասում է, որ իր կյանքում և ընտանիքում հանգստությունն ամենակարևորն է, վստահությունը միմյանց և ինքն իր նկատմամբ այդ հանգստության գրավականն են։ Հատկապես վերջին տարիներին հասկացա, որ չի կարելի մեր կյանքի թանկ ժամանակը վատնել մտածելով այլոց կարծիքների մասին։ Ազատությունը բարդություններից ձերբազատվելու միակ ձևն է։ Քո կյանքն է, քո որոշումները, քո ազատությունը շատ պարզ մեխանիզմ է, որն աշխատում է անխափան, և դրանք կարող են լինել ամենապարզ որոշումները՝ փոխել մազերի գույնը կամ երկարությունը, նիհարել կամ թույլ տալ քեզ ազատություն երեկոյան քաղցր ուտելու, ասում է Իրինան։ Ես ոչ մի կոսմետիկ վիրահատություն չեմ արել, գուցե երբևէ դիմեմ ինչ-որ միջամտության, բայց ոչ հիմա։ Կարծում եմ, որ չի կարելի թույլ տալ, որ գեղեցիկի մասին ուրիշների պատկերացումներն ազդեն ձեր ինքնագնահատականի, ինքներդ ձեր նկատմամբ սիրո վրա, ասում է Իրինան։ Նախկին Միս Հայաստանը չի վախենում սովորական լինելուց, ասում է, չափանիշներն, այդ թվում նաև գեղեցկության, պայմանական են, այդ պատճառով էլ որևէ տիտղոս չի համեմատի հանգստության հետ, որն ունի այսօր։